ինչու որտեղ էր Էդվարդ Նալբանդյանը, ինչու աշխատանք չտարվեց դիվանագիտության դաշտում։ Չէ, դա կարող եք սայթից նայել, որտեղ էր գտնվում, ինչ էր անում, հետախոսել։ Ահանջում են նախարարի հրաժարակալը։ Մենք հետևում ենք մամուլին։ Հասարակության ներսում քննադատություն ընչեց, ինչու Հայաստանի վարչապետը գնաց Մոսկվա, դուք էլ էիք վարչապետի հետ Մոսկվայում, այն բանից հետո, երբ որ Ղազախստանի առաջարկությամբ, ի պաշտպանություն ըստ էության Ադրբեջանի, այստեղ ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը հետաձգվեց Մոսկվա, դրանից հետո վարչապետը այն ամեն քննադատեց Հայաստանի վարչապետը, ասեց անհիմն էր, նախագահը քննադատեց Հայաստանի, դրանից հետո Հայաստանի վարչապետը մասնակցեց այդ նիստին։ Ինչ է նշանակում այդ մասնակցությունը, ինչ կարող եք ասել։ Գիտեք, երկու մոտեցում կա։ Մեկը դա պաշարված ամրոցի մոտեցումն է, այսինքն մենք ամեն մի այն քայլ, որը գնահատում ենք մեր շահերին դեմ, մենք ի պատասխան դրա ըստ էության, այսպես ասած, ընդունում ենք պաշարված ամրոցի կեցվածք, բոլորը մեզ թշնամի են, մենք մենակ ենք, սա մի մոտեցում է, մյուսը։ Հաշվի առնելով, որ բոլոր պետությունները առաջնորդվում են առաջին հերթին իրենց շահերով, դա հաշվի առնելով այնուամենայնիվ պետք է թույլ չտալ, որ մենք հայտնենք այդ իրավիճակում, որովհետև դրա նպատակը հենց հետապնդում է մեր թշնամին, Ադրբեջանը։ Այո, նա փորձում է այնպիսի քայլերի ուղղորդել մեր նաև դաշնակիցներին, տարբեր կազմակերպություններին, որ Հայաստանը, այսպես ասած, խռոված կեցվածքով հայտնվի միայնակ։ Հենց մեր նպատակը դա է, որ դա թույլ չտալ։ Դա ենթադրում է հետևական աշխատանք բոլոր ուղղություններով։ Դրա համար կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը որ տարվում է, ուղղված նրան, որպեսզի մենք չգտնվենք այդ պաշարված ամրոցի կարգավիճակում, դա ճիշտ է, որովհետև դա բխում է հենց մեր հակառակորդի շահերից։ Հիմա ԵՏՄ-ի հետ կապված, իհարկե, այն տեսակետը, որը որ կա, արժանի իհարկե ուշադրության, բայց այստեղ խնդիրը հետևյալն էր, կամ ընդունել այդ նեղացածի կեցվածքը, դա նշանակում էր տապալել նիստը։ Իրականում նիստ չէր լինի, որովհետև բավական է, որ մեկը չմասնակցի, որպեսզի նիստը չլինի։ Մյուս տարբերակը, դուք ձեր կարծիքն եք հայտնում, ես էլ ասում եմ, մյուս տարբերակը կայանում էր նրանում, որ այնուամենայնիվ օգտագործել այդ հարթակը, այդ բոլորը իրենց հասցնելու, որ դա անընդունելի է, եւ ավելին դուք գիտեք, որ արդյունքում փորձեցին մեղմել, իհարկե դա չի հավասարակշռման ինչ որ տեղի ունեցավ եւ մոտակա նիստը նախատեսեցին Երևանում մայիսի 20-ին։ Ինչ որ ներողություն, գիտեք ինչ որ անհրաժեշտ է մեր դաշնակիցներին, այսպես ասենք, կամ մեր ԵՏՄ անդամներին, ինչ որ անհրաժեշտ է ասվել է տարբեր մակարդակներում եւ դեռ ասվելու է։ Ավելին, մեր նպատակը, ես շատ պարզ ձևակերպեմ, ոչ թե տուրք տալն է նրան, որ մենք մեկուսացված ենք լինում, այլ հակառակը։ Շարունակել աշխատել բոլոր մակարդակները եւ մենք դա անելու ենք։ Գալու առաջարկ կա այսօրին ազգային ժողովը ներկայացրել, ինչ է անել իշխանությունը։ Քննարկելու խնդիր է։ Ինչա դա մեզ տալի, ինչ ենք մենք դրանից շահում, ինչ ենք մենք դրանից կորցնում։ Դրա համար ցանկացած ոտի վրա չի լուծվում ու չի լուծվում միայն այն պատճառով, որ մեր թշնամու դրդմամբ մեկը արեց սխալ քայլ, որից հետո դու ընդհանրապես խռովում դուրս ես գալու։ Դա նրա նպատակն է։ Իսկ մեր նպատակը ուրիշ է։ Պարոն Քոչարյան, Ռուսաստանի փոխվարչապետ Ռագոզինը Սլավեսնիկ Պանոս, նաև այլ վիրավորական արտահայտություններ թույլ տվեց իրեն, այն քննադատության հետ կապված, որ ուղղվում էր մասնավորապես Հայաստանից։ Ճիշտ է, պարոն Ռագոզինը ոչ երկիր նշեց, ոչ անձ նշեց, բայց քանի որ քննադատվում էր միայն Հայաստանից, Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին եւ որից անմիջապես հետո Ռոգոզինի հետ հայտարարությունը հետ ինչ կարող եք ասել։ Én կարող եմ ասեմ, որ այդպիսի ոճը չի կարող բնորոշ լինել պետական պաշտոնյային եւ ես այդ նույն ոճը չեմ կարող օգտագործել։